Հովհանավանքի քահանա Տեր Արամն է, միայնակ է պսակադրության կարգն անում, մյուս հոգևորականը ձերբակալված է, իսկ դպիրներն ու սարկավագները հրաժարվել են նրա հետ մասնակցել պսակի արարողությանը։ Ձերբակալություններով ու խուզարկություններով է բացվել առավոտը Արագածոտնի թեմում։ 5 հոգևորականի եւ թեմի առաջնորդ Մկրտիչ Սրբազանին են բերման ենթարկել նրանց բնակարանները խուզարկելուց հետո։ Ավելի ուշ փաստաբան Արա Զոհրաբյանն է ահազանգել, որ Արագածոտնի թեմի առաջնորդին կալանքի են տանում։ Ըստ Զոհրաբյանի Սրբազանի նկատմամբ քրեական հետապնդում են հարուցել հավաքների հետ կապված, նաև քվեարկության արդյունքների վրա առերևույթ ազդելու համար։ Մինչև կալանքի մասին տեղեկությունը հայտնի չէր եպիսկոպոսի գտնվելու վայրը։ Պետական մարմնի այս վարքագիծն ըստ պաշտպանների առերևույթ համապատասխանում է քրեական օրենսգրքի բռնի անհետացման վերաբերյալ հոդվածին։ Այս մասով ես ինքս արդեն հաղորդում եմ ներկայացրել եւ նաեւ իմ Facebook-յան էջում սրա մասին գրել եմ, որովհետեւ մեր բոլոր փորձերը մեր վստահորդին հանդիպելու փաստորեն ձախողվել են։ Մամուլում լուրեր էին պտտվում, թե ձերբակալություններն իրականացվել են Հովհանավանքի քահանա Տեր Արամի դատախազություն ներկայացրած հաղորդման հիման վրա։ Ավելի վաղ հանրային հեռուստատեսության եթերում քահանան հայտարարել էր, որ 2021-ի ընդդիմության ցույցերին մասնակցել է ոչ իր ցանկությամբ, այլ վերադասի հրահանգով, որը փաստացի Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանն է, իսկ նա Գարեգին II վեհափառի քրոջ որդին է։ Հրահանգը եղել է, որ մանավանդ որ ես Երևանում եի ապրում, պետքա մասնակցեի բոլոր ցույցերին։ Դա այն դեպքում, որ ինձ վանքում սպասում են շատ մարդիկ, ովքեր որ Աստծո խոսքի կարիքն ու պակասը ունեին։ Ասենք որ ասեք չեմ գնում ցույցի, ինչ պետք է լիներ։ Խնդիրներ կլիներ։ Պետք է հստակ բացատրեի, թե ինչու չեմ գնում։ Ուրեմն քաղաքական այլ հայացքներ ունեմ, եթե չեմ գնում։ Տեր Արամը 24 News-ի հետ զրույցում հերքել է շրջանառվող լուրերը, ասելով, որ նրանցից է լսում հոգևորականների ձերբակալության մասին եւ հարցազրույցից բացի որևէ տեղ ինքը հաղորդում չի ներկայացրել։ Ավելի ուշ քննչական կոմիտեն պաշտոնական հաղորդագրություն տարածեց։ Իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելուն կամ հարկադրելուն նյութապես շահագրգռելու դեպքի առիթով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության շրջանակում կատարվում են վարութային եւ ապացուցողական անհրաժեշտ գործողություններ։ Երևանի քննչական կոմիտեում էին Տեր Մանուկ, Տեր Հայկ, Տեր Մկրտիչ, Տեր Ղևոնդ, Տեր Փառեն քահանաները։ Ավելի ուշ Բաքում հավաքված փաստաբանները հայտնել են, որ եւս մեկ հոգևորականի են ձերբակալել եւ բերում են քննչական կոմիտե։ Սաղմոսավանքի հովիվ Տեր Փառենն առանց ցուցմունք տալու ժամեր անց դուրս է եկել շենքից, վաղը պաշտպանի հետ ներկայանալու պայմանով։ Բերման ենթարկված հոգևորականներն ունեն վկայի կարգավիճակ։ Իրենք արգելանքի տակ այս պահին չեն գտնվում, նրանց ազատությունը սահմանափակված չէ, բայց տեսնում ենք, որ դուք էլ մեզ հետ արդեն առավել քան 2 ժամ է, չենք տեսնում, որ հոգևորականները դուրս գան եւ ազատ տեղաշարժվեն։ Իրավապաշտպանները նաև նշել են, որ հսկող ոստիկանները թույլ չեն տվել իրենց մտնել շենք եւ շփվել վստահորդների հետ, իրականացնել նրանց պաշտպանությունը։ Չեմ շնորհավորություն։ Խոսել ոստիկանների միջոցով։ Մարդկանց էլ խիստ հրահանգել են ոչ մեկի չթողել, իրանք էլ տոնցխելով փորձեն։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Արագածոտնի առաջնորդարանից քննիչները մեծ քանակությամբ իրեր են հանել, այդ թվում համակարգիչներ եւ թղթապանակներ։ Մերի Դանիելյան, Open Media։